Ես 84 տարեկան եմ, եթե թոշակս այնքան տամ, որ ես լավալը չեմ ծխում, որ մենակ ծխախոտի փողը ալնի։ Վերջին ամենաթարմ տվյալներով նվազագույն սպառողական զամբյուղը մեկ անձի համար ամսական շուրջ 62,000 դրամ է։ Սա Հայաստանում մարդու նվազագույն կյանքի գինն է։ Լավ է, որ թոշակները բարձրացվում են, բայց պետք է ուղիղ ասել։ 10,000 դրամը թեթևացում է, ոչ թե լուծում։ Թոշակառուն չի կարող ապրել խոստումներով, անկանխիկով կամ բոնուսներով, նա պետք է ապրի իր արժանապատիվ թոշակով։ Մարդն ամբողջ կյանքը աշխատել է, հարկ է վճարել, պետություն է պահել, եւ պետությունն իրավունք չունի նրան ծերության տարիքում թողնել ընտրության առաջ կոմունալ վճարի, թե սնունդ գնի։ Եվրոպական պետության չափանիշը հենց սա է։ Մարդը չի ավարտում իր աշխատանքային կյանքն աղքատության մեջ։ Թոշակը պետք է առնվազն հասնի նվազագույն սպառողական զամբյուղին եւ օրենքով ինդեքսավորվի գնաճին համընթաց։ Պետությունը նման է կամրջի, եթե այդ կամրջով ամենաթույլը տարեց մարդը նույնիսկ չի կարող անվտանգ անցնել, ուրեմն կամուրջն ամուր չէ։ Թոշակը պետք է լինի այդ կամրջի հենասյունը, ոչ թե բարակթել կամ տախտակ, որի վրայով մարդը հազիվ է անցնում ամսեամիս։ Հանուն Հանրապետության կուսակցության դիրքորոշումը հստակ է։ Նվազագույն թոշակը պետք է բարձրանա ոչ թե խորհրդանշական, այլ իրական չափով, առնվազն միանգամից 30-40 հազար դրամով։ Սա ավելորդ ծախս չէ, սա սոցիալական արդարության նվազագույն շեմն է։ Սա պետության պարտքն է այն մարդկանց առաջ, ովքեր ամբողջ կյանքը աշխատել են, հարկ են վճարել եւ պահել մեր ընդհանուր երկիրը։